Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվարի 17-ի նորալուսնի մասին, որը լինելու է ջրհոսնշանի 29 աստիճանում։ Այս օրը սովորական նորալուսին չէ, այլ արևի խավարում է լինելու։ Սովորաբար մեզ մոտ և նորալուսինը և լիալուսինը իրենց ազդեցությունը ունենում են տվյալ օրվանից մի 2-3 օր առաջ և 2 շաբաթ հետո, բայց երբ խավարում է լինում, ապա առաջիկա 3 ամիսների ընթացքում դուք կզգաք այդ փոփոխությունները։ Քանի որ լինելու է ջրհոսի 29 աստիճանում, բոլորից շատ այս խավարումը կզգան ջրհոս, առյուծ, կշեռք, ներողություն, կարիճ և ցուլ նշանի ներքո ծնվածները, հատկապես ովքեր ասցինդենտով են և ասցինդենտը գտնվում է 29 աստիճանում։ Դե ինչ սիրելի ընկերներ, անցնենք և տարո քարտերին մեր հարցերը տանք, որպեսզի տեսնենք, թե ինչ փոփոխություններ կբերի այս խավարումը ձեզ։ Առաջինը կսկսեմ իհարկե ջրհոսնշանից, քանի որ ջրհոսների առաջին տանն է լինելու։ Այսպիսով, ինչ կբերի 2026 թվականի փետրվարի արևի խավարումը ջրհոս նշանի ներքո ծնվածներին։ Ինչ որ պրոբլեմներ կարող է լինեն սիրելի ընկերներ, գուցե տարակարծիք լինեն ձեր շրջապատի մարդիկ, ձեր տեսակետի նկատմամբ, չկարողանաք ընդհանուր հայտարարի գալ։ Այս քարտը ասում է նաև ինչ որ մրցակցության մասին, թե ինչ մրցակցություն կլինի, ամեն մեկը մի ձևով իր կյանքում կզգա, բայց համենայն դեպս նման ինչ որ իրավիճակ կստեղծվի ձեր կյանքում։ Հնարավոր է ինչ որ վիճաբանություններ լինի ձեր ամուսնու կամ կնոջ հետ։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ջրհոսներին։ Ինչ որ ստաբիլություն կգա ձեր կյանք սիրելի ընկերներ, կապված ֆինանսների հետ, ամենայն դեպս ֆինանսական հարցերում ձեր մոտ ամեն ինչ նորմալ կլինի, բայց սա բոլորին չի վերաբերվում, բայց ամենայն դեպս այդ քարտերը ասում են նաև, եթե պետք է լինի ամուսնալուծություն, կարծում եմ, որ գուցե այս վիճաբանությունները պայմանավորված լինի ունեցվածքի կիսելու հարցում, եւ ամեն մեկը փորձի այսպես իրեն կողմ տանի այն ինչ որ իրեն է պատկանում։ Նման հարցեր կարող են լինել։ Այծեղջյուրներ, սիրելի այծեղջյուրներ, այս խավարումը տեղի կունենա ձեր երկրորդ տանը, սա ֆինանսների տունն է եւ կարծես նոր սկիզբ կգա ձեր կյանք կապված ֆինանսների հետ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվարի արևի խավարումը այծեղջյուր նշանի ներքո ծնվածներին։ Ինչ որ գաղտնիք կարող է բացահայտվել կամ սիրելի ընկերներ, այս քարտը հուշում է նաև, որ շատ ուշադիր եղեք ձեր ինտուիցիային, քանի որ ձեր ինտուիցիան այս ժամանակահատվածում կարող է ձեզ հուշել, թե ինչպես անել, որպեսզի գումար աշխատել եւ ավելի լավ աշխատել, քան մինչ այս դու կարող էիք աշխատել։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի փետրվարի խավարումը ինչ կբերի այծեղջյուրներին։ Այս քարտը խոսում է մի փոքր առանձնանալու մասին, այսինքն գուցե ցանկանաք ավելի քիչ շփվել, գուցե որոշեք անցնել on-line հարթակի աշխատելու, գուցե փոխեք ձեր սննդակարգը, նման ինչ որ հարցեր կլինեն, գուցե ինչ որ գաղտնիք բացահայտվի, որի արդյունքում որոշեք ձեր սննդակարգը փոխել, քանի որ դա եւս պատկանում է երկրորդ տանը։ Կամ ուղղակի որոշեք գնալ ինչ որ թեմա ուսումնասիրել, գուցե ինչ որ դասընթացի գնալ, որպեսզի կարողանաք արդեն ավելի լավ գումար աշխատել։ Աղեղնավորներ, սիրելի աղեղնավորներ, այս խավարումը կլինի ձեր երրորդ տանը, բերելով փոփոխություններ կապված ձեր շրջապատի հետ, քույր եղբայրների հետ, հարևանների, ինչպես նաև դասընթացներ, բանակցություններ, պայմանագրեր, ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոցներ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա խավարումը աղեղնավորներին։ Ինչ որ ընտրություն, սիրելի ընկերներ, ինչ որ բանի շուրջ պետք է ընտրություն կատարեք։ Գուցե օրինակ ցանկանում եք գնել կապի կամ տրանսպորտի միջոց, ընտրությունները շատ լինեն եւ այսպիսով դժվար կողմնորոշվեք։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե փետրվար 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ինչ կբերի աղեղնավորներին։ Երկու քարտ դուրս եկավ։ Սիրելի ընկերներ,
կհանդիպեք ինչ-որ մեկին, ով ձեր անցյալից է, հա, գուցե ինչ-որ մեկին ձեր հարևաններին կամ քույր եղբայրներին, ում վաղուց չէիք տեսել, այս ժամանակահատվածում նրանց հանդիպեք, կամ գուցե համագործակցություն լինի նրանց հետ, համենայն դեպս հիանալի քարտ է դուրս եկել, կարծում ամեն ինչ պետք է լավ լինի։ Կարիճներ։ Սիրելի կարիճներ, այս խավարումը կլինի ձեր 4-րդ տանը, 4-րդ տունը իրենից ներկայացնում է ընտանիքը, ընտանիքի անդամները, անշարժ գույքի եւ շինարարության հետ կապված հարցերը։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ փոփոխություններ են ձեզ սպասվում։ Ինչ կբերի 2026 թվականի փետրվարի արևի խավարումը կարիճներին։ Ինչ որ բան պետք է փնտրեք, սիրելի ընկերներ, պետք է խորանաք ինչ-որ բանի մեջ, գուցե ցանկանում եք անճար գույք ձեռք բերել և անընդհատ այս ժամանակահատվածում մտնեք, նայեք, ինչ տարբերակներ կան, ուսումնասիրեք, հաշուկան, նման հարցեր կլինեն, հնարավոր է ընտանիքի անդամներից մեկին ինչ-որ առողջական խնդիրներ լինեն և այս ժամանակահատվածում դուք նրան խնամեք կամ դուք հետևեք ձեր առողջության, այս քարտը կարող է խոսել նաև դրա մասին։ Գուցե ընտանիքի անդամը օրինակ ինչ-ինչ պատճառներով, օրինակ մեկնի արտերկիր, գործուղման կամ նման ինչ-որ հարցեր, որտեղ այսպիսով մի փոքր նեղվեք դրա հետ կապված։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի փետրվարի արևի խավարումը կարիճ նշանի ներքոծնվածներին։ Գայթակղություններ, սիրելի ընկերներ, հետևեք ձեր խոսքին, մի տրվեք էմոցիաներին, որպեսզի խնդիրներ չլինեն։ Իմիջիայլոց այս քարտերը կարող են ասել նրա մասին, օրինակ տանը լինեն խոսակցություններ եւ ընտանիքի անդամը այսպես վիճաբանություն լինի եւ որոշի գնալ առանձին ապրելու։ Նման հարցեր եւս կարող են լինել, այնպես որ շատ զգույշ եղեք, եթե չեք ցանկանում նման իրավիճակներ որ լինեն։ Կշեռքներ։ Սիրելի կշեռքներ, այս խավարումը կլինի ձեր 5-րդ տանը։ 5-րդ տունը երեխաներն են, սիրավեպերն են, սպորտն են, այն ամենը, ինչը մեզ հաճույք է պատճառում։ Այսպիսով տեսնենք, թե ինչ փոփոխություններ կլինեն, ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը կշեռք նշանի ներքոծնվածներին։ Ինչ-որ օգնություն, լավ խորհուրդ, գուցե ինչ-որ որոշեք օրինակ ձեր երեխաներին կնքել, այս քարտը կարող է դրա մասին խոսել, գուցե ձեր երեխաները ձեզ խորհրդի կարգով դիմեն ինչ-որ օգնություն հասկանա, կամ դուք օգնություն խնդրեք ինչ-որ մեկից, գուցե ձեր կան հարաբերություններ, խոսքը սիրային հարաբերությունների մասին է եւ ձեր զուգընկերը ինչ-որ ձևով ձեզ օգնի։ Տեսնենք, թե մյուս քարտը ինչ կասի, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվարի արևի խավարումը կշեռք նշանի ներքոծնվածներին։ Հիանալի քարտ է դուրս եկել, սիրելի ընկերներ, արև է դուրս եկել, իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչը կապված է երեխաների հետ, ներողություն երեխաների հետ, սիրավեպերի հետ, սպորտի հետ, ազարտային խաղերի հետ նաև ձեզ մեծ հաջողություն է սպասվում այս ժամանակահատվածում։ Ամեն մեկի կյանքում մի ձևով այն կդրսևորվի, բայց ամենայն դեպս հիանալի քարտեր են դուրս եկել։ Կույսեր։ Սիրելի կույսեր, այս խավարումը կլինի ձեր 6-րդ տանը, 6-րդ տունը առողջությունն է, ինչպես նաև աշխատանքն է, ընտանիք կենդանիներն են։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ինչ կբերի կույսերին։ Գայթակղություններ, սիրելի ընկերներ, քանի որ ձեր առողջության տանն է գտնվում, հետևեք ձեր սննդակարգին, ձեր առողջությանը նման ինչ-որ հարցեր կարող են լինել, մի շեղվեք ձեր սննդակարգից։ Աշխատանքի վայրում եղեք շատ զգույշ, քանի որ վիճաբանություններ հնարավոր է լինեն, տարաձայնություններ առհասարակ, ինչ կբերի 2026 թվականի փետրվարի խավարումը կույսերին։ Տեսնենք, թե այս քարտերն ինչ կասեն։ Կրկին, սիրելի ընկերներ, սիրելի կույսեր, շատ զգույշ եղեք, երկու նույն քարտն է դուրս եկել տարբեր, կալոդաներից, իսկ սա ասում է, որ եղեք շատ զգույշ, թե կենցաղում, թե առողջության, հատկապես առողջության հետ կապված, թե ընտանիք կենդանիների հետ կապված, աշխատանքի, աշխատավայրի հետ կապված, քանի որ ինչ-որ նեգատիվ իրավիճակներ կարող են ստեղծվել։
Անպայման հետևեք ձեր առողջությանը, ոչ մի բան ականջի հետև մի գցեք, հետևեք ձեր սննդակարգին, եթե ինչ-որ բան ձեզ չի կարելի անել, ապա մի արեք, ոչ մի դեպքում, եթե ինչ-որ դեղեր պետք է խմեք, անպայման կարդացեք, հա ձեզ կարելի է, չի կարելի, ինքնագլուխ ոչինչ մի կատարեք, աշխատանքի վայրում եղեք շատ զգույշ, հնարավոր է լինեն տարաձայնություններ, այնպես որ եղեք շատ զգույշ, շատ հետաքրքիր է, իմիջիայլոց երբ նույն քարտն է դուրս գալիս, սա ավելի ու ավելի է իրավիճակը ստիպում ես, որպեսզի նայենք իրավիճակին ավելի ու ավելի լուրջ։ Հաջորդ նշանը առյուծն է, սիրելի առյուծներ, այս խավարումը կլինի ձեր 7-րդ տանը և հատկապես ովքեր ասցենդենտով են առյուծ, ասցենդենտը գտնվում է ջրհոսի 29 աստիճանում, պետք է լինեն ավելի զգույշ։ Հիմա տեսնենք, թե քարտերը ինչ կասեն։ Թե 2026 թվականի փետրվարի արևի խավարումը ինչ կբերի առյուծներին։ Ինչ-որ օգնություն, սիրելի ընկերներ, քանի որ ձեր 7-րդ տանն է լինելու, կարծում եմ, որ այս օգնությունը կստանաք դուք ձեր ամուսնուց կամ կնոջից, եթե ունեք գործընկերներ, ապա հնարավոր է նաև գործընկերներից։ Հիմա այս քարտերով նայենք, թե 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ինչ կբերի առյուծներին։ Ինչ-որ սպասողական իրավիճակ։ Թե ինչ սպասողական իրավիճակ կլինի, ամեն մեկը մի ձևով կզգա, բայց կարծում եմ այն կվերաբերի հարաբերություններին, ամուսնուն, կնոջը կամ գործընկերներին, ինչպես նաև հաճախորդներին։ Խեցգետիններ։ Սիրելի խեցգետիններ, այս խավարումը կլինի ձեր 8-րդ տանը։ 8-րդ տունը իրենից ներկայացնում է ոչ մեր կողմից աշխատած գումարները, ինչպես նաև վտանգավոր իրավիճակները, այնպես որ այս օրերին զգույշ եղեք։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն մեզ, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա խավարումը։ Աղեղներողություն խեցգետին նշանի ներքո ծնվածներին։ Իհարկե այս խավարումը նոր սկզբի մասին է խոսում, բայց սիրելի խեցգետիններ, ինչ-որ բան ձեր կյանքում վերջնականապես կավարտվի, որն այլևս վերականգնել հնարավոր չի լինի։ Այստեղ զգույշ եղեք, քանի որ ինչ-որ վտանգավոր իրավիճակներ նաև կարող են լինել ձեր կյանքում։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվարի արևի խավարումը խեցգետինների։ Ինչ-որ բացահայտումներ։ Թե որ ոլորտում կլինի այս բացահայտումը, ամեն մեկը մի ձև կզգա, բայց ձեր ինտուիցիան, մեկի մոտ ինտուիցիան այսպես շատ ակտիվ կլինի, ամեն ձևով կփորձի ձեզ ինչ-որ հարցերում հուշել։ Եթե ցանկանում եք երեխա ունենալ էկոտարբերակով, այս քարտը կարող է ասել դրա մասին։ Բայց երևի թե մի փոքր սպասեք այս ամսվա հետ կապված, քանի որ հնարավոր է չստացվի, հա։ Բայց եկեք եւս մեկ քարտ հանեմ, հա, այս քարտի հետ կապված, թե ինչը կավարտվի ձեր կյանքում, համենայն դեպս շատ հետաքրքիր է։ Եվս մեկ քարտ խեցգետինների հետ կապված, թե ինչ է ուզում ասել այս քարտը մեզ կապված փետրվար ամսվա խավարման հետ։ Սիրելի ընկերներ, ինչ որ խաբեություն կարող է լինել ձեր կյանքում։ Մինչ այս գուցե ձեզ խաբել են, բայց այդ խաբեությունը կարող է վերջնականապես բացահայտվել, դուք կհասկանաք այդ իրավիճակը ձեր ինտուիցիային լսելով եւ այդ իրավիճակը կարծում եմ, որ արդեն կփակվի ձեր կյանքում, այդ խաբկանքը, որ կար ձեր կյանքում, կանցնի։ Հաջորդ նշանը ներողություն, երկվորյակներն են, սիրելի երկվորյակներ, այս խավարումը լինելու է ձեր 9-րդ տանը, ինչը կապված է բարձրագույն կրթության հետ, այլ մշակույթների հետ, թորնիկների հետ, եթե պետք է երկրորդ ամուսնություններ լինի, ապա երկրորդ ամուսնության հետ, այն ամենի հետ, ինչը կապված է արտասահմանի հետ։ Այժմ տեսնենք, թե քարտերն ինչ կասեն եւ ինչ կբերի 2026 թվականի փետրվարի արևի խավարումը երկվորյակ նշանի ներքո ծնվածներին։ Հիանալի քարտ է դուրս եկել, դա հաջողություն է ասում, դա ինքնավստահություն է ասում, լավ աշխատանք է ասում, գումարի ստացում է ասում, ամեն մեկը մի ձևով այն կզգա։ Տեսնենք մյուս քարտերը ինչ կասեն, թե այս խավարումը 2026 թվականի փետրվարի ինչ կբերի երկվորյակներին։ Ավարտ։ Ինչ որ բան, սիրելի ընկերներ, ձեր կյանքում վերջնականապես կավարտվի։
Այսինքն կավարտվի նորը, որպեսզի նորը հասկսվի, այս խավարումը կարծես կտանի ձեր կյանքից ինչ որ բան։ Եկեք հասկանանք, թե այս ավարտը, որ պետք է լինի, որ ոլորտում է լինելու։ Եթե բարձրագույն ուսումնական հաստատության եք սովորում, ապա զգույշ եղեք, հնարավոր է, եթե վատ եք հատկապես սովորում, հնարավոր է դուրս մնաք համալսարանից։ Եկեք եւս մեկ քարտ հանենք, տեսնենք, թե ինչ է ուզում այս քարտը մեզ ասել, ինչ ավարտի մասին է խոսքը։ Սա ավարտ է սպասողական իրավիճակի, գուցե այս երկար տարիներ սիրելի երկորյակներ սպասում եք, թե ինչ-որ գումար պետք է ստանա կամ գումար սկսեք աշխատել, չէր ստացվում, այդ սպասողական իրավիճակը վերջնականապես կավարտվի և կգա արդեն գումարը ձեզ ինչ պետք էր։ Ցուլ նշան։ Սիրելի ցուլեր, տեսնենք, թե ձեր որ տանն է, ձեր 10-րդ տանն է կատարվելու այս իրադարձությունը, այսինքն արևի խավարումը, փետրվարի 17-ին։ 10-րդ տունը իրենից ներկայացնում է մեր կարիերան, մեր ստատուսը, քանի որ սա նորալուսինն է, հա, լինում, արևի խավարումը լինելու է նորալուսնին, արևի։ Սա նշանակում է նոր սկիզբ, նոր կարիերա, նոր ստատուս։ Ստատուս նշանակում է, հա, ամուսնություն, ամուսնալուծություն, թոշակի գնալ, մայր դառնալ, հայր դառնալ, ծնող, մի խոսքով տատիկ, պապիկ, այդ բոլորը կարծես նոր ստատուս է, նոր ինչ-որ ստատուս կգա ձեր կյանք կամ նոր կարիերա, նոր պաշտոն։ Տեսնենք, թե քարտերն ինչ են ասում, ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ցուլ նշանի ներքո ծնվածներին։ Հիանալի քարտ է դուրս եկել, սիրելի ցուլեր։ Սա մեզ ասում է, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Եթե ինչ որ ցանկանում եք դուք կապված կարիերայի հետ, ձեզ մոտ կստացվի հաստատ։ Եվ կարևոր է, որպեսզի դուք կարողանաք ձեզ ճիշտ մատուցել, հա, ձեզ ճիշտ դրսևորել, ճիշտ ձեզ ներկայացնել, որպեսզի ունենաք այդ ցանկալի աշխատանքը, այդ ցանկալի կարիերան ձեր կյանքում։ Հիանալի քարտ է դուրս եկել եւ նոր սկիզբ է ձեզ սպասվում, սիրելի ցուլեր։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ցուլ նշանի ներքո ծնվածներին։ Գումար, սիրելի ընկերներ, գումար կբերի ձեզ, կլինեք փողովլի կամ որևէ կին, ով ծնված է հենց ձեր տարերքի ներքո, հողի տարերքի ներքո, դա է կույս, ցուլ կամ այծեղջյուր, ինչ որ դեր կունենա ձեր կյանքում, թե ինչ դեր կունենա, ամեն մեկը մի ձև կզգա, բայց համենայն դեպս հիանալի քարտեր են դուրս եկել, շնորհավորում եմ ձեզ։ Հաջորդ նշանը խոյն է, սիրելի խոյեր, այս խավարումը տեղի կունենա ձեր 11-րդ տանը։ 11-րդ տունն իրենից ներկայացնում է մեր երազանքները, արդյունքները, գաղափարակիցները, on-line հարթակի հետ կապված հարցերը, ինտերնետի հետ կապված առհասարակ հարցերը, էլեկտրականության հետ կապված հարցերը, մի խոսքով, տեսնենք, թե ինչ նոր սկիզբ է սպասվում վերոնշյալ ոլորտներում։ Ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը խոյ նշանի ներքո ծնվածներին։ Ինչ որ համագործակցություն, սիրելի ընկերներ, հանդիպում, գուցե հանդիպեք ձեր ընկերուհուն, մի խոսքով այս քարտը հիմնական այսպես իրավիճակը սա է, կամ համագործակցություն, կամ ինչ որ հանդիպում, տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչպես կլրացնեն այս իրավիճակը, ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը խոյ նշանի ներքո ծնվածներին։ Ինչ որ վախեր, սիրելի ընկերներ, վախեր կլինեն ձեր կյանքում, իրականում կամ ինչ որ սահմանափակումներ, բայց իրականում այս սահմանափակումները չկան, ուղղակի դուք եք կարծում, որ ինչ որ բան ձեզ չի թողնում առաջ գնալ։ Թողեք այդ ամենը անցյալում եւ գնացեք առաջ, որպեսզի այդ վախերը, այդ անհանգստությունները չկարողանան ձեզ հաղթել։ Եվ վերջին նշանը ձկներ, սիրելի ձկներ, այս խավարումը կլինի ձեր 12-րդ տանը։ 12-րդ տունը իրենից ներկայացնում է այն ամենը, ինչը կապված է հեռավոր հողերի հետ, իզոլացված վայրերի հետ, գաղտնիքների հետ, տեսնենք, թե ինչ կբերի այս խավարումը ձեզ։ 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ինչ կբերի ձկներ նշանի ներքո ծնվածներին։ Հաղթանակ, ինչ որ գործում ձեզ հաղթանակ է սպասվում, ինչ որ հարցում դուք շահույթով գուցե դուրս գաք, հաղթանակով դուրս գաք, ամեն ինչ որ բան հոգուց ձեզ կդասավորվի։ Եվ մյուս քարտերով տեսնենք, թե ինչ կբերի 2026 թվականի փետրվար ամսվա արևի խավարումը ձկներին։
ինչ որ անհանգստություններ կարող է այն պայմանավորված լինել գլխացավեր ունենաք, անհանգստություններ ունենաք, իմիջիայլոց, քանի որ ձեր 12-րդ տանն է, հնարավոր է ոմանք որոշեն գնալ բժշկի, որպեսզի պարզեն, հա, այս ինչ իրավիճակ է, ինչու է գլխացավ լինում եւ այլն։ Մի խոսքով անքնություն կարող է լինել նման ինչ որ իրավիճակներ։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված այս խավարման հետ, իհարկե առանձին նյութ եւս կա, կարող եք նայել թե հորոսկոպով ինչ է ձեզ սպասվում, ինչ է ձեզ բերելու այս խավարումը։ Հիշեցնեմ, որ եթե ցանկանում եք անհատական տարրո կանխատեսում կամ անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Իմ կանխատեսումները on-line են։ Այսպիսով, շուտով կհանդիպենք, ցտեսություն։